Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղևոնդյան։ Պարոն Ղևոնդյան, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը երեք տեղի ունեցած եւ հայտարարություններին, ըստ էության բաց առանց թեթևեթանքների, առանց դիվանագիտական այսպես ելևէջների, բաց տեքստով Վլադիմիր Պուտինն ասաց, որ Հայաստանում կան ռուսամետ ուժեր, որոնք իր ցանկությունն է, որ բոլորը մասնակցեն ընտրություններին, անգամ ակնարկեց, որ նրանցից մեկը բանտում է։ Նախ ընդհանուր առմամբ հասկանանք ինչի մասին էր այս հայտարարությունները, այս ակնարկները եւ արդյոք սա խոսում է այն մասին, որ Ռուսաստանը հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում ինչ որ իմաստով կողմ է դառնում եւ նաեւ արդյոք սա նաեւ խոսում է այն մասին, որ ուժեղների այս համախումբը այնքան վատ վիճակում է, որ Վլադիմիր Պուտինը ստիպված է արդեն իր դեմքով ինչ որ իմաստով միջամտել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական process-ներին։ Հենց դա կցանկանայի ընդգծել, տեսեք, այն որ Ռուսաստանը կողմ է, դա նորություն չէ։ Ռուսաստանը վաղուց կողմ է Հայաստանում տեղ ունեցող քաղաքական գործընթացները, կարելի ասել Հայաստանի անկախացման օրվանից արդեն այն կողմ է քաղաքական գործընթացների, այդ թվում ներքին քաղաքական գործընթացների, սա կարևոր է շեշտադրել։ Բայց մինչև օրս Ռուսաստանը առաջին դեմքի մակարդակով նման կերպ չէր արտահայտվել, այլ հանրային դաշտում չէր արտահայտվել, իսկ հիմա մենք տեսնում ենք, որ անհրաժեշտություն է առաջացել փաստացի առաջին դեմքի մակարդակով Հայաստանի Հանրապետության առաջին դեմքին նման բան ասել։ Եվ դա ինչի մասին է վկայում։ Տեսախցիկների առաջ։ Դա վկայում է նրա մասին, որ բոլոր այլ մեխանիզմները, սկսած այլ աստիճանի պաշտոնյաների կապերի, այլ աստիճանի պաշտոնյաների կողմից գործընթացներին անձամբ մասնակցելու, փակ դռների հետևում նույն բանը ամենայն հավանականությամբ հենց Պուտինի եւ Փաշինյանի միջև խոսելու։ Բոլոր այդ մեխանիզմները չեն աշխատել։ Այսինքն կուլիսային զրույցները ինչ որ իմաստով հիմա մենք տեսնում ենք ուղիղ եթերով չեն աշխատել։ Ոչ միայն մենք ենք տեսնում, ես նշեմ, որ կոմերսանտ լրատվականը վերլուծություն էր գրել, բնականաբար իրենց ոճի մեջ էր այդ վերլուծությունը, բավական թունոտ հարձակումներով Հայաստանի Հանրապետության նկատմամբ, բայց մի բան են գրել, որ իրականություն է։ Փաստացի առաջին անգամ գրել էին, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների միջև ուղիղ եթերում կամ ընդհանրապես տեսախցիկների առջև ոչ թե նախապատրաստություն է բանակցությունների համար, այլ բուն բանակցություններն են։ Այսինքն առաջին անգամ է, որ այն ինչ խոսում են տեսախցիկների առջև, համապատասխանում է այն բովանդակությանը, որը պետք է խոսվեր կուլիսների հետևում։ Իսկ սա ցույց է տալիս մեկ բան, որ մնացած բոլոր մեխանիզմները ուղղակի չեն աշխատել։ Եվ ես պիտի նշեմ, որ այն ինչ մենք տեսանք, ցույց է տալիս, որ դրանք չաշխատեցին նաև այս դեպքում տեսախցիկների առջև։ Ես ընդհանրապես այս հանդիպումը եւ այն ինչ հիմա հետևելու է դրան, կանվանեմ աճող լարվածություն եւ այդ լարվածությունը աճելու է ընդհանուր մինչև հունիսի 7, մինչև խորհրդարանական ընտրություններ, ընդ որում այդ լարվածությունը աճում է այն պատճառով, որ Ռուսաստանը փաստացի բացահայտ գրոհի է անցնում Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այն հիբրիդային գործընթացները, որոնք մենք ասում ենք եւ որոնց մի ահռելի մասը լատենտ գործընթացներ են, հիմա դրանց մի մասը բացվում է։ Այսինքն բացահայտ են սկսում գործողություններ իրականացնել, դրանք արդեն հիբրիդային պատերազմ էլ չես անվանում։ Չէ, հիբրիդային պատերազմ կանվանես, բայց հիբրիդային պատերազմը ունի բազմաթիվ կողմեր, այստեղ բաց կողմերը, բացահայտ կողմերը ավելանում են, տակնարած կողմերը բնականաբար մի փոքր ավելի քիչ կլինեն։ Ընդ որում նշեմ, որ ընդհանրապես ժամեր են անցել, դեռ 24 ժամ էլ չի անցել, 1 օր էլ չի անցել այդ հանդիպումից, բայց արդեն ես ինքս դաշտում տեսել եմ 5 տարբեր արձագանքներ Ռուսաստանի կողմից, որոնցից ամեն մեկը կարելի է ասել, որ տարբեր ուղղություններով հարված։ Կխնդրեմ առանձնացնել Օվերչուկի նաև հայտարարությունը։ Օվերչուկը, Պեսկովը, Զախարովան, Զատուլինը եւ այդ կոմերսանտ թերթի վերլուծությունը։ Ես ինքս դեռևս այդ 5-ին եմ հասցրել ծանոթանալ նաև օրվա թոհուբոհի մեջ, բայց համոզված եմ, որ ելի կլինեն։ Ընդ որում Հայաստանի ներքին դաշտում ռուսամետների կողմից դեռևս արձագանքներ չեմ տեսել, ամենայն հավանականությամբ նրանք նախապատրաստվում են կամ սպասում են զանգերի, թե ինչ պետք է ասեն, ինչպես պետք է ասեն իրենց սովորության համաձայն։ Միգուցե իրենց համար էլ էր նորություն, որ Վլադիմիր Պուտինը այդպես բացահայտ կխոսի այդ մասին։ Տեսեք, խնդիրը հետեւյալում է, Վլադիմիր Պուտինը երբ հավանաբար պլանավորում էր կամ նրա քաղտեխնոլոգները պլանավորում էին, որ ինքը պետք է բացահայտ դրա մասին խոսի, դեռևս չգիտեին, թե դա ինչ արդյունք կտա։ Եվ դրանից հետո գործողությունները պետք է պլանավորվեն եւ շտկվեն դրանից հետո բնականաբար, քանի որ կարող են արդյունքները այլ լինել։ Արդյունքը եղավ այն, որ Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի դեմքով մերժեց, ես հստակ ասեմ, մերժեց Պուտինի թույլ տալ շարունակել այն քաղաքականությունը, որի դեպքում Ռուսաստանի Դաշնությունը կամ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը ինչպես ցանկանում է Հայաստանի օրենքները այդպես վերախմբագրվում են, որովհետեւ տեսեք Պուտինը ասաց, թե լավ կլիներ, որ Հայաստանում այդ ռուսամետ քաղաքական գործիչը մասնակցեր ընտրություններին,
ընդ որում Փաշինյանը այսօր ճեպազրույցում հայտարարեց, թե Պուտինը տեղյակ չէր Հայաստանի սահմանադրությունից։ Ես համաձայն եմ, Պուտինը տեղյակ չէր Հայաստանի սահմանադրությունից, բայց տեղյակ չէր ոչ թե այն պատճառով, որ նա մեծ երկրի լիդեր է, օրակարգը հագեցած է, ժամանակ չունի, նրանց սխալ են զեկուցել եւ այլն, այնինչ ասում էր Փաշինյանը, այլ այն պատճառով, որ Պուտինին դա չի հետաքրքրել։ Երբևէ Պուտինը ցանկացել է այսպես, սահմանադրությունը վերախմբագրվել է այդպես։ Պուտինը ցանկացել է այսպես, սահմանադրությունը չեն վերախմբագրել, բայց հաշվի չեն։ Այսինքն դա իր վերաբերմունքն է մեր սահմանադրությանը ըստ էության։ Ոչ թե իր վերաբերմունքն է մեր սահմանադրությանը, այլ նրա վերաբերմունքն է Հայաստանի Հանրապետությանը։ Եկեք մի շատ կարևոր ցուցանիշի ուշադրություն դարձնենք։ Ես կարծում եմ ռուսամետները դրա մասին ընդհանրապես չեն խոսի, չեզոք քաղաքական փորձագետների եւ քաղաքական գործիչների աչքից էլ գուցե վրիպի։ Պուտինը երբ խոսում էր Հայաստանի եվրոպական ճանապարհի մասին, Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին, նա չէր ասում Հայաստանի Հանրապետությունը։ Նա ասում էր դուք ձեր թիմը փորձագետները։ Երբ խոսում էր Հայաստանի շահերի մասին, նորից չէր ասում Հայաստանի Հանրապետությունը, ասում էր ժողովուրդը։ Այսինքն Պուտինը փորձում էր հստակ ցույց տալ իր խոսքում, որ իրենց համար Հայաստանի ժողովուրդը դա ինչ որ ամորֆ գոյացություն է, որոնց մի մասն էլ նա ասաց, որ Ռուսաստանում է ապրում, եւ Հայաստանի Հանրապետություն որպես այդպեսի նա չի անցալում առանձին միավոր։ Իսկ դուք ասելով ներկայ իշխանություններին, ինչպես Սամվել Կարապետյանն է ասում, ինչ որ խումբ եք, որը գնում է դեպի Եվրոպա ձեր թիմակիցներով, ձեր գործընկերներով։ Դրան ի պատասխան Նիկոլ Փաշինյանը խոսում էր պետության մասին, խոսում էր Հայաստանի քաղաքացիների մասին, ոչ մի անգամ Պուտինի խոսքում չհնչեց Գրաժդանի Արմենիայի, Հայաստանի քաղաքացիներ, հնչեց արմենսկի նարոդ։ Իսկ արմենսկի նարոդը դա պետական իրավունքի սուբյեկտ չէ, պետական իրավունքի սուբյեկտ Հայաստանի Հանրապետությունն է իր քաղաքացիներով եւ ոչ թե Հայաստանի հայ ժողովուրդը, ընդորում ոչ Հայաստանի, հայ ժողովուրդը։ Եվ այս տարաբաժանումը ցույց է տալիս մեկ բան, տեսեք, դուք ասում եք Պուտինը հաշվի չի առնում Հայաստանի օրենքները։ Պուտինը ոչ թե հաշվի չի առնում Հայաստանի օրենքները, այլ Պուտինը հաշվի չի առնում, որ Հայաստանի Հանրապետությունը իրավունքի սուբյեկտ է։ Պուտինը գտնում է, որ Հայաստանը մի տարածք է, որտեղ մարդիկ են ապրում, ովքեր նույնական են այն մարդկանց հետ, ովքեր ապրում են այլ տարածքում, բայց իրենց հայ են անվանում։ Եվ ինչ տարբերություն, եթե նա կարող է Ռուսաստանի հայերին քշել Ուկրաինա կոտորվելու, ուրեմն նա պետք է կարողանա նաև նույնն անել կամ լավ, մի փոքր տարբերությամբ, քանի որ Հայաստանի ժողովուրդը չունի այդ ռուսական կարմիր անձնագրերից, ինչ կարևոր են Հայաստանի օրենքները։ Առավել եւս Պուտինի դեպքում, որի համար իր երկրի օրենքները նույնիսկ կարևոր չեն։ Պարոն Ղևոնդյան, իսկ պատահական էր հիշատակումները նույն գազի գների վերաբերյալ առևտրաշրջանառության, ինչպես դուք նշեցիք, Ռուսաստանում մեծաթիվ հայերի մասին, այսինքն սրանք ինչ ակնարկ էին նաև։ Սրանք բոլորը այն հիբրիդային գրոհների սկիզբն էին, որոնք սկսվել են արդեն։ Տեսեք, Օվերչուկը, դուք ասում եք Ռուսաստանում ապրող հայեր, Օվերչուկը ասաց, որ եթե Հայաստանում խնդիրներ են ստեղծվում, հեծի համար ստեղծվել են երկաթուղի համար են ստեղծվում, ապա ինչու պիտի հայ բիզնեսմենները Ռուսաստանում առևտուր անեն։ Բնականաբար սա շանտաժ է։ Գազի գնի մասին $600 վաճառում ենք Եվրոպային, ձեզ տալիս ենք $177, սա եւս շանտաժ է։ Տեսեք, ասում է, որ երկաթուղին ակնհայտ է, դա եւս շանտաժ է։ Թեև երկաթուղի մասին խոսակցություն Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի միջև կարծես թե չգնաց ուղիղ եթերում, բայց երկաթուղի մասին Օվերչուկը բավական մեծ անդրադարձ արեց, խոսելով այն մասին, եւ Զախարովան ասաց, որ չենք քննարկում Աստանայի եւ Երևանի հետ, բայց Օվերչուկը ասաց, թե եթե հայկական երկաթուղին հանձնվի ուրիշ պետության, հայկական երկաթուղին կփլուզվի։ Սա էլ է շանտաժ, այսինքն մենք կփլուզենք ձեր երկաթուղին, եթե դուք փորձեք տակ դա ուրիշի։ Հուսանք, որ Հայաստանի իշխանությունները այնքան կամք կգտնեն գոնե ընտրություններից հետո, երբ կշարունակեն իշխել, որ գործընթացը տանեն մինչև վերջ, որովհետև երկաթուղին թողնել Հարավկովկասյան երկաթուղու տնօրինությանը նշանակում է Հայաստանի Հանրապետությունը մոտակա 50 տարում ամենակիչը դուրս թողնել բոլոր գործընթացները տարածաշրջանային։ Այստեղ Տրամպն էլ չի օգնի։ Այստեղ Հայաստանի իշխանությունները պիտի կամք դրսևորեն, ուրիշ տարբերակ չկա ուղղակի։ Պիտի կարողանան համոզել ռուսներին, որ նրանք վաճառեն, իսկ եթե չկարողանան, պիտի օրենսդրական մեխանիզմների միջոցով հետ վերցնեն մեր երկաթուղին ռուսների ձեռքից։ Ուրիշ տարբերակ չկա։ Ուրիշ հնարավորություն չկա։ Պարոն Ղևոնդյան, այլ ինչ գործողությունների սպասել, դուք ասացիք, որ 3 ըստ էության մեկնարկներ, որ թեժանալու է իրավիճակը միջև ընտրություններ, այլ ինչ կարող է լինել բացի այս խոսույթից, շանտաժից, հիբրիդային հարձակումներից, իդեպ Զախարովան հետաքրքիր առաջարկ է արել, ասում է մենք պատրաստ ենք ձեզ օգնել հիբրիդային պատերազմի դեմ այդ մեր մեխանիզմներով, նաև ինչպես սա հասկանալ։ Նախ ես չգիտեմ, թե ձեզ ասելով նա ում նկատի ունի, եթե հաշվի առնենք, որ Պուտինը խոսում էր հայ ժողովրդի մասին, գուցե նա նորից նկատի ունի հայ ժողովրդին, իսկ նրա համար հայ ժողովուրդը նաև Սամվել Կարապետյանը, այսինքն նրանք կարող են խումբ ուղարկել, որը կօգնի Սամվել Կարապետյանին։
Գուցե Զախարովան կարծում է նաև, որ Հայաստանում այնքան միամիտ մարդիկ կան, գնահատելով Ռուսաստանում որոշ հայերի, այնտեղ կան մարդիկ, ովքեր կարող են այդ տպավորությունը թողնել, գուցե կարծում է, թե Հայաստանի իշխանությունները այնքան միամիտ են, որ թույլ կտան նման խումբ գա Հայաստան, որը կխոչընդոտի Եվրոպական միությունից սպասվող խմբի աշխատանքներին կամ դրտեսություն կանի եւ տեղեկություններ կհաղորդի Մոսկվա, թե ինչով են նրանք զբաղված կամ ինչպես են աշխատում եւ այլն։ Ես կարծում եմ, սա բավական միամիտ պատկերացում է հայ ժողովրդի եւ Հայաստանի իշխանությունների մասին, Հայաստանի ժողովրդի եւ Հայաստանի իշխանությունների մասին, բայց նշեմ, որ հիբրիդային հարձակումները շարունակվելու են եւ թեժանալու են։ Ես արդեն ասացի, որ շատ կարճ ժամանակ անց մյուս այսօր երևի մեր զրույցից գուցե րոպեներ կամ ժամեր անց կսկսվի հիբրիդային հարձակման երկրորդ մասը ներքին դաշտում։ Ռուսամետները կսկսեն խոսել Պուտինի երկաթե ձեռքի մասին, միջած Զատուլին դրա մասին էր ասում, երկաթե ձեռքերով եւ մետաքսե ձեռնոցներով Պուտինը Փաշինյանին ասաց, թե ինչ պետք է լինի։ Կոմերսանտը գրում էր, թե սա Փաշինյանի կառավարման վերջն է, նման կերպ են նրանք խոսում, եւ այս ամենը կվերցնեն որոշ դեպքերում հավանաբար հստակ ուղեցույցներ նրանց կտրամադրվեն, որոշ դեպքերում իրենց պատկերացումներով կվերցնեն մեր դաշտում գործող ռուսամետ քաղաքական գործիչները, ռուսամետ փորձագետները, լրագրողները, որոնցից որոշները ցավոք սրտի 4-րդ իշխանություն ասվածի պատկերացումը չունեն, նրանք կարծում են, որ եթե նրանք փող են ստանում ինչ-որ մեկից, ուրեմն այդ ինչ-որ մեկը իրենց համար ամեն ինչ է։ Կվերցնեն այդ լրագրողները եւ հիբրիդային հարձակման եւս մեկ ճակատ մենք կունենանք ներքին քաղաքական դաշտում, ինչպես ասացի, արդեն շատ շուտ։ Պարոն Ղևոնդյան, ես ճիշտ եմ հասկանում, որ Ռուսաստանը խաղադրույքի մեջ է դրել ամեն ինչ, հնարավոր բոլոր գործիքները։ Եվ հասկանանք նաև այս ընտրությունների կարևորությունը, ինչքան էլ որ ներքին դաշտում այդ իմաստով շատ են եղել հայտարարություններ այդ մասին, անգամ վարչապետն է ասել, որ այս ընտրությունները շատ կարևոր են աշխարհաքաղաքական իմաստով, նաև պատմաքաղաքական են։ Հասկանանք նաև Ռուսաստանի համար ինչու այդքան մեծ կարևորություն ունի հատկապես այս տարվա խորհրդարանական ընտրությունները եւ այս մոբիլիզացիան, ինչի մասին է դուք վստահ եմ լսել եք, որ ավտոբուսներով մարդկանց բերելու մասին, նույն հակակոռուպցիոնի բացահայտումը կաշառքի դեպքերի հետ կապված։ Հիմա հասկանանք ինչու է այդքան կարևոր Հայաստանը եւ հունիսի 7-ի ընտրությունները։ Ինչու է վախենում, ինչ է վախենում կորցնել Ռուսաստանը նաեւ։ Նախ նշեմ, որ ես համաձայն չեմ, Ռուսաստանը ամեն ինչ չի դրել խաղադրույքի, ինչու, որովհետեւ Ռուսաստանը բազմաթիվ շահեր ունի, որոնք պետք է շարունակի պաշտպանել, նույնիսկ այն դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության։ Ռուսաստանը բիզնեսներ ունի Հայաստանի Հանրապետությունում, Ռուսաստանը տարանցիկ փոխադրումներ ունի, որոնք չի կարող կատարել որևէ այլ երկրի տարածքով, հաշվի առնելով պատժամիջոցները, ընդ որում այստեղ ոչ թե պատժամիջոցների շրջանցման մասին է խոսքը, այլ այն մասին է խոսքը, որ շատ կազմակերպություններ ուղղակի չեն աշխատում Ռուսաստանի հետ իրենց նախաձեռնությամբ, բարոյական որոշակի սկզբունքներից ելնելով, եւ այդ կազմակերպությունների ապրանքը ուղղակի Ռուսաստանը գնում Հայաստանի միջոցով։ Ռուսաստանը ունի նաև Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների խնդիրներ, Ադրբեջանը էներգետիկ ռեսուրսների արտահանման գլխավոր հանգույցն է դարձել Ռուսաստանի համար եւ Ռուսաստանը մեր տարածաշրջանում չի կարող որևէ դեպքում ամեն ինչ դնել խաղադրույքի։ Իսկ նա կարող է խաղադրույք կատարել, բայց կան որոշակի կարմիր գծեր, որոնք Ռուսաստանը չի հատի, հաշվի առնելով այն, որ հարավային Կովկասը ընդհանրապես կորցնել է, այսինքն հարավային Կովկասից դուրս գալ եւ հարավային Կովկասում գործունեություն չծավալելը կլինի Ռուսաստանի ռուսական կայսրությունը երբևէ վերականգնելու վերջ։ Այդ հույսերը ընդհանրապես կվերանան դրանով, իսկ Պուտինը մենք շատ լավ գիտենք, որ կայսերական տրամաբանություն ունի եւ նրա երազանքն է, որ ռուսական կայսրությունը երբևէ վերականգնվի։ Այնպես որ ամեն ինչ խաղադրույք չեն դրել, բայց դրել են շատ բան։ Դրել են հնարավոր այն ամենը, ինչը, ինչպես ասացի, այդ կարմիր գծերը չի խախտի։ Ուղիղ բաց խաղ են արդեն սկսել խաղալ։ Առաջին դեմքի մակարդակով մասնակցում են գործընթացներին։ Հայաստանի Հանրապետության ներսում սնուցում են հնարավոր ամեն ինչ, ինչը կարելի է օգտագործել ընդդեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցության։ Տալիս են այնքան փող, ինչքան փող անհրաժեշտ է կամ ինչքան փող իրենց ասում են, թե անհրաժեշտ է։ Այսինքն, տեսեք, իրավիճակներ կան, երբ կարող են գումարներ պահանջել ինչ-որ գործունեություն անելու համար, եւ նրանք մտածեն, կասկածեն, ասեն, չէ, այդքան չունենք, այս բանը այդպես չէ, ըստ իմ ունեցած տեղեկությունների, ինչ թիվ ասում են, հանում տալիս են, միայն թե որոշակի արդյունք կարող են ունենալ։ Այո, այս իմաստով Ռուսաստանը շատ մեծ խաղադրույք կատարել է եւ այդ մեծ խաղադրույքը կատարել է, որովհետեւ ակնհայտորեն, եթե թրիպը կառուցվի, եթե երկաթուղին անցնի այլ երկրի կառավարման,
եթե ճանապարհները բացվեն, սահմանները բացվեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, ապա Ռուսաստանի ազդեցությունը ակնհայտորեն ավելի է նվազելու Հարավային Կովկասում։ Ընդ որում նվազելու է իմ գնահատմամբ կրկնակից ավելի, քան նվազել է 2020-ից 26 թվականների ընթացքում։ Որովհետև ինչքան էլ այս ընթացքում Ռուսաստանի ազդեցությունը նվազել է, միևնույն է տնտեսական լծակները այս բանը Ռուսաստանի ձեռքում են, ընդ որում եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում, եւ Վրաստանում։ Այսինքն Ռուսաստանում կա այդ ընկալումը, որ եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, Ռուսաստանի հետ այդ կախվածությունը ել ավելի է փոքրանալու կամ պատիկներով է փոքրանալու։ Իհարկե կա այդ ընկալումը, իհարկե նրանք հասկանում են, որ Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա ուղիղ անցումը նշանակում է Ռուսաստանի շրջանցում, որովհետև այսօր իրականում եթե որոշ կետեր ամեն դեպքում բացառություններ հաշվի չառնենք, Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, նաև Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա անցումները Իրանն էլ գիտենք այս բանի փակ է, որոշակի տրամաբանության մեջ Ռուսաստանը այդ ամենին մասնակցում է։ Հայաստանի դեպքում Հարավկովկասյան երկաթուղու տեսքով կամ կա որոշակի տրամաբանություն, որ կարող է մասնակցել ԵԱՏՄ-ի տեսքով։ Վրաստանի դեպքում գիտենք Վրաստանում ինչ է կատարվում այս պահին կապված Վրաստանի եւ Ռուսաստանի փոխհարաբերությունների հետ։ Ադրբեջանի դեպքում բավական մեծ էլի էներգետիկ շահեր կան, տնտեսական շահեր կան։ Թուրքիան կարծես թե դարձել է Ռուսաստանի համար արևմուտքի հետ հարաբերվելու միակ ալիքը այս պահին եւ Թուրքիան Ռուսաստանը օգտագործում է եւ Թուրքիան Ռուսաստանին է օգտագործում այս առումով այնքան ինչքան նրանք երկու կողմերը կարողանում են իսկ այն դեպքում եթե ճանապարհները բացվում են եւ առավել եւս եթե էներգետիկ որոշակի հնարավորություններ ավելանան օրինակ Հայաստանում կառուցվի ատոմակայան որը չլինի ռուսական ես չեմ նշում անպայման լինի ամերիկյան ցանկացած այլ երկրի ատոմակայան եթե երկաթուղին կառավարի ղազախական ընկերություն այն ինչի մասին խոսում են եթե Ադրբեջանը բացի ուղիղ հաղորդակցությունը Թուրքիան բացի ուղիղ հաղորդակցությունը Ռուսաստանը կորցնելու է բազմաթիվ լծակներ, որոնց միջոցով այս պահին իր շահերն է իրացնում Հարավային Կովկասում, ընդ որում պետք չէ այստեղ մեղադրել Պուտինին կամ Ռուսաստանին։ Իրենց շահերը պահանջում են այս պահին հնարավոր անել, որ սա իրականություն չդառնա։ Ինչպես օրինակ Վրաստանի շահերը կպահանջեին, որ Հայաստան-Ադրբեջան սահմանը չբացվեր, ուղղակի Վրաստանը չունի այդքան մեծ հնարավորություններ ազդելու, Ռուսաստանը ունի այդ հնարավորությունը։ Եվ պատահականերս ձեզ նաև Ղարաբաղի մասին խոսակցությունները գիտեք Վլադիմիր Պուտինը իհարկե դա որոշակիորեն լղոզեց իրականությունը ասաց որ հապկը ձեզ չէր կարող օգնել որովհետև Ղարաբաղում իրականությունն այլ էր դուք Ղարաբաղը ճանաչել եք Ադրբեջանի մաս եւ նաև վարչապետի հայտարարությունը որ Ղարաբաղյան հակամարտությունը մենք փակ ենք համարում ինչպես հասկանանք գլխավոր մեսեջները որտեղ էին եւ ինչ էր ուզում օրինակ նույն Վլադիմիր Պուտինը այդ կերպ ասել եւ նաև վարչապետի արձագանքը հասկանալ նախ ցավում եմ որ վարչապետը չպատասխանեց թե ինչ կապ ուներ Ղարաբաղի հետ Ջերմուկի, Գորիսի, Կապանի, Վարդենիսի, Բերդի ռմբակոծումը լավ կլիներ որ այդպես պատասխաներ Փաշինյանը եւ հետաքրքիր է թե ինչ կասեր դրան Պուտինը բայց Ղարաբաղի թեման շոշափելը ամենայն հավանականությամբ ես կարծում եմ փորձ էր հայ ժողովրդի եւ այս դեպքում հայ ժողովրդի ընդհանրության մեջ հոգեբանության վրա որոշակի էմոցիոնալ ազդեցություն գործելու Եվ այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մենք հոկտեմբերին 2022 թվականի Պրահայում ասել ենք, որ ճանաչում ենք Արցախը Ադրբեջանի կազմում, միայն այն բանից հետո, երբ երկու անգամ դուք, ասած ամենաբարձր ղեկավարություն, բայց դա նկատի ուներ հենց Պուտինին, դուք հայտարարել եք, թե Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, ես կարծում եմ սա հակադարձումն էր Փաշինյանի կողմից, նույն հայ ժողովրդին ուղղված, առայն որ մենակ ես չեմ ճանաչել, տեսեք այս մարդը որ խոսում է այդ մասին, մեզնից առաջ երկու անգամ ինքն էր ճանաչել։ Սա ես կգնահատեմ որպես Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի անձնական հեղինակության խաղ, այսինքն այնքան էլ չեմ կապի Ռուսաստանի եւ Հայաստանի շահերի հետ։ Այ Հայաստանի շահերից կբխեր, եթե իմ նշած ձևով պատասխաներ։ Իսկ այդ խաղում հաղթողներ կամ պարտվողներ կան թե Չեմ կարծում, որ եղել են հաղթողներ եւ պարտվողներ, այստեղ երկու կողմերը ներկայացրեցին իրենց մոտեցումները, ամեն մեկի հետևորդը կգովաբանի իր լիդերի հայտարարությունը։ Բայց հասկանանք Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջին դեմքով ներգրավել է այս process-ներում եւ միջամտել է ներհայաստանյան քաղաքական գործընթացներին, նախընտրական այս գործընթացներին։ Ավելի շատ օգնելու է իրենց թե խանգարելու է նույն ռուսամետ ուժերին, որովհետեւ պարոն Ղևոնդյան, երբ այդ ուժերին երբեմն անվանում են ռուսամետ, իրենք շատ ջղաձգվում են, ասում են, որ ինչու են նման իրենց պիտակով դիմում կամ որակում, իրենք պարզապես գալիս
են, չգիտեմ, փրկելու ազգը, իրենք ինքնությունն են պաշտպանում, Արարատի ֆոնին են լուսանկարվում։ Հիմա ինչպես են նաև այդ ուժերը իրենց արդարացնելու եւ կրկին Վլադիմիր Պուտինի դեմքով այդ մասին հայտարարելը իրենց ավելի շատ օգնելու է, թե հակառակը խանգարելու է։ Տեսեք, մի հետաքրքիր բան ասեմ, այսօր Օվերչուկը իր խոսքում Սամվել Կարապետյանն անվանեց ռուս գործարար։ Նա ասաց, որ Հայաստանում խախտվել են ռուս գործարանի սեփականության իրավունքը։ Այսինքն այստեղ կա երկու տարբերակ։ Առաջինն այն է, որ Ռուսաստանում կարծում են, թե իրենք այսպիսով մեծ ծառայություն են մատուցում Սամվել Կարապետյանին եւ ցույց են տալիս հայերին, որ տեսեք, այս մարդը մերն է։ Եթե այս մարդը մերն է, իրենց կարծիքով հայ ժողովուրդը պիտի դրա համար, միայն նրա համար, որ այդ մարդը իրենցն է, գնա եւ ձայն տա այդ մարդուն կամ նրան հավատա, վստահի, որովհետեւ դա մեզ են կասում, ոնց կարող է նա խնդիր լինել ձեզ համար։ Սա մի տարբերակն է։ Երկրորդ տարբերակն այն է, որ նրանք այսպիսով փորձում են ինչ-որ մեսեջ ուղարկել, հաղորդագրություն ուղարկել Հայաստանի ռուսամետներին առ այն, որ մենք ձեզ հետ ենք, մենք ձեր կողքին ենք եւ մենք դեռ շարունակելու ենք ձեզ օգտակար լինել, դուք շարունակեք աշխատել, գուցե ինչ-որ բան կարողանաք ստանալ։ Թեև այս տարբերակները մեկը մյուսին չեն հակասում, գուցե երկուսն էլ միաժամանակ տեղ ունեն, բայց ամեն դեպքում ես կարծում եմ երկու դեպքում էլ հատկապես առաջին դեպքում Ռուսաստանում շփոթում են, սխալվում են, որովհետեւ ներկա պահին տեսեք, ես ասացի այդ տարաբաժանումը, որը ցանկանում եմ մտցնել Պուտինը հայտարարելով թե հայ ժողովուրդը եւ դուք իշխանությունը եւ ձեր թիմը իրականում Հայաստանի ներսում տրամադրությունները այլ են։ Հայաստանի ժողովուրդը ակնհայտ անբավարարվածություն ունի Ռուսաստանից կապված վերջին 5 տարիների գործընթացների հետ եւ դա այդ անբավարարվածությունը ինչքան էլ որ Ռուսաստանում այդպես կարծեն Նիկոլ Փաշինյանի նրա իշխանության գործունեության արդյունք չէ դա Ռուսաստանի վարկագծի արդյունք է կապված Արցախում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետ ինչը նշանակում է որ եթե իրենք նույնականացնում են Հայաստանի ռուսամետներին իրենց հետ սա ի վնաս իրենց է աշխատելու։ Ինչու, որովհետև մարդիկ չեն ցանկանում տեսնել մարդկանց մեծամասնությունը Հայաստանի Հանրապետությունում չեն ցանկանում տեսնել ռուսամետ իշխանություն կամ չեն ցանկանում տեսնել Ռուսաստանի ազդեցության մեծացում Հայաստանի Հանրապետությունում։ Բայց մյուս կողմից նշեմ, որ այնուամենայնիվ գուցե Կրեմլում իմ այս կարծիքը չեն կիսում։ Իսկ կան բավարար հիմքեր այդ ուժերին կամ որոշ ուժերի, որոշ անհատների ընտրական process-ներից, նախընտրական process-ներից դուրս դնելու եւ որ ուժերն են դրանք։ Ես կարծում եմ այդ հարցին պիտի իրավաբանները պատասխանեն, քաղաքական Գիտեք, քննարկվում է, որ օրինակ ուժեղ Հայաստանը պիտի դուրս դրվի ընտրական process-ներից։ Չեմ կարող այդ հարցը պատասխանել, քանի որ իրավաբան չեմ, քաղաքական առումով իմ կարծիքով բոլոր քաղաքական ուժերը, որոնց ես դաշտում տեսնում եմ, հնարավորություն կարող են ունենալ մասնակցելու ընտրություններին, թեև իրավական խնդիրներ գուցե ունեն, ես չգիտեմ դրա մասին, եւ այնուամենայնիվ դա չի փոխում պատկերը քաղաքական դաշտի եւ դա չի փոխում հավանական զարգացումների տրամաբանությունը։ Ավելին ասեմ, եթե հանկարծ ուժեղ Հայաստանը դուրս դրվի ընտրություններից, դա ձեռնտու չի Հայաստանի իշխանությանը։ Ինչպես։ Առաջին, որովհետև այն մարդիկ, ովքեր քվեարկել են ուժեղ Հայաստանը գնալու են քվեարկելու են Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժին, նրանք երբեք Նիկոլ Փաշինյանին կամ արևմտամետներին չեն քվեարկելու, որովհետև իրենք ցանկանում են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը այլևս չիշխի եւ նրանք ցանկանում են այդ քվեարկել եւ ցանկանում են Ռուսաստանի ազդեցություն Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ ես կասկածում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կցանկանա Ռոբերտ Քոչարյանին ուժեղացնել կամ բերել խորհրդարան։ Այսինքն այս դեպքում իմ կարծիքով ավելի լավ է Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը, առավել եւս որ անձամբ Կարապետյանը գալ չի կարող, իսկ նրանից հետո այդ քաղաքական ուժի ներկայացուցիչների քաղաքական կարողությունները, ճիշտ ասած, ես անգամ էլ բարձր չեմ գնահատում, շատ հեշտ կլինի աշխատել այս պայմաններում քաղաքացիական պայմանագրի համար։ Եվ մյուս կողմից էլ Ռոբերտ Քոչարյանը եւ դաշնակները կարելի է ասել ամենամեծ խնդիրն են այսօր Հայաստանի Հանրապետության համար առաջին հերթին, բայց նաև քաղաքացիական պայմանագրի համար, եւ եթե Քոչարյանը չի կարողանում, իսկ հավանականություն կա բավական բարձր, չի կարողանում 8% հավաքել, որպեսզի դաշինքով հայտնվի խորհրդարանում, ապա Սամվել Կարապետյանի ուժին խաղից հանելը նշանակում է այդ հնարավորությունը Քոչարյանին տալ։ Ինչի համար։ Սա քաղաքական կողմն է, իսկ իրավական կողմը, ինչպես ասացի, իրավաբանները պիտի գնան։ Իդեպ ուժեղ Հայաստանը նույնպես, այսպես ասած, դաշինքային տրամաբանությամբ է մասնակցելու ընտրություններին, չէ՞ կարծում ինչու այդ որոշումը ընդունվեց, հատկապես
հատկապես այն բանի ֆոնին, երբ ամեն օր հայտարարում են, որ ըստ սոցհարցումների իրենք առաջատարն են կամ իրենց ուժը գոնե երկրորդն է, բավականին լուրջ այդպես տոկոսներ նկարելով։ Հիմա ինչու որոշեցին դաշինք կազմել նոր դարաշրջան միավորված հայեր ուժերի հետ։ Հայտարարել շատ բան կարող են, այդ մասին նույնիսկ բավական հայտնի անեկդոտ կա, բայց իրականությունը այն է, որ կարծես թե իմ գնահատմամբ այդ ուժեղ Հայաստան կուսակցությունում արդեն հասկացել են, որ առաջին տեղին ձեռնոցն նետել հնարավոր չի։ Պլան B-ն ըստ ամենայնի այն է, որ կարողանան ամբողջությամբ հավաքագրել եւ կառավարել ռուսամետ դաշտը, ընդդիմադիր դաշտը կամ այն ընդդիմությունը, որը ձևավորվելու է խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ Դա նշանակում է կարողանալ կառավարել առաջին բնականաբար սեփական կուսակցությունը եւ ներկայացուցիչներին, կարողանալ կառավարել Քոչարյանի ուժին, Ծառուկյանի ուժին, Էդմոն Մարուկյանի ուժին, ՀԱԿ-ին եւ այլն եւ այլն։ Եվ այդ նպատակով գուցե դաշինքով գնալը ունի որոշակի նպատակահարմարություն։ Թեև ես նշեմ, որ դաշինքով գնալու դեպքում հնարավորությունները ավելի շատ ձայներ հավաքելու մի փոքր նվազում են։ Ինչու՞, որովհետև դաշինքով գնալու դեպքում բնականաբար այլ ուժերի ներկայացուցիչների պետք է իրենք բերեն խորհրդարան եւ այն տեղերը, որոնք կարող են իրենք զբաղեցնել, գուցե այլ ուժերի ներկայացուցիչները զբաղեցնեն, իսկ տարբերությունը տոկոսների այնքան մեծ չի լինի, որ եւ իրենք այն ամբողջ կազմը, որ կարող էին գնալ ընտրությունները եւ մյուս ուժերի ներկայացուցիչները։ Ինչու՞, որովհետեւ իրենք ունեն ակնհայտորեն ավելի բարձր վարկանիշ, քան մյուս ռուսամետ ուժերի ներկայացուցիչները։ Եթե իրենք հավակնում են 20, գուցե 25% ձայներ տանելու, ապա Քոչարյանի կուսակցությունը դեռ հարց է 8% կհաղթարի, թե չի հաղթարի։ Նույնը Ծառուկյանի դեպքում։ Սա Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի կողմից։ Եթե հարցին դիտարկենք հակառակ կողմից Քոչարյանի, Ծառուկյանի, Մարուկյանի եւ մյուսների կողմից, ապա բացի Քոչարյանից եւ Ծառուկյանից մյուս քաղաքական ուժերի, մյուս ռուսամետ քաղաքական ուժերի դեպքում գուցե նպատակահարմար է հայտնվել այս ուժի կառավարման ներքո եւ հետագայում անել այն, ինչ իրենցից կպահանջվի, գուցե իրենց կողմից, գուցե իրենց ռուսական, չասենք տերերի, ասենք կառավարիչների կողմից, բայց Քոչարյանի եւ Ծառուկյանի դեպքում մի փոքր այլ է վիճակը։ Քոչարյանը ամեն դեպքում ունի որոշակի հնարավորություն 8% հավաքելու եւ նույնիսկ եթե չհայտնվի խորհրդարանում հարց է ցանկանա արդյոք Սամվել Կարապետյանի կողմից կառավարվելու գնով իր ուժը տանել խորհրդարան թե ոչ։ Իսկ Ծառուկյանը ավելին, Ծառուկյանը մեծ շանսեր ունի 4% հաղթահարելու, քանի որ կուսակցություն է եւ այս պահին իրեն սահմանափակել այն դեպքում, երբ 4% հաղթահարելուց հետո գինը շատ ավելի բարձր է լինելու, ուղղակի իմաստ չունի։ Պարոն Ղևոնդյան, այնուամենայնիվ ընկալելի է կամ արդեն պատկերը պարզ է, որ քանի որ նաև ժողովրդավարական ուժերի կամ ինչպես երբեմն ասում են արևմտամետ ուժերի մոտ այդ կոնսոլիդացիան չկա, ընդդիմադիր սեգմենտը այնուամենայնիվ խորհրդարանում ձևավորվելու է ռուսամետ ուժերից կազմված տարբեր։ Նշեցի արդեն Սամվել Կարապետյանը միանշանակ հայտնվում է ազգային ժողովում, Ծառուկյանը շատ մեծ հավանականությամբ եւ Քոչարյանը իմ գնահատմամբ 50-50% հավանականությամբ, մյուս քաղաքական ուժերի դեպքում 4% անցնել իրատեսական չեմ համարում, թեև անակնկալներ երբեմն լինում են, բայց հաշվի առնելով դաշտը, նկատելով թե դաշտում ինչ է տեղի ունենում, ինչպիսի ուժեր են միմյանց միանում, կան քաղաքական ուժեր, որոնցից ամեն մեկը չգիտեմ, կես տոկոսից ավելի քիչ ձայն ունի, հայտարարում են 3-4 ուժ իրար միանալու, ընդ որում իրենք իրար միանալու ոչ թե այդ ձայները գումարում են, այլ այդ ձայների որոշակի տոկոսն էլ կորցնում են, ամեն մեկը առանձին իրենը, եւ գումարը մի փոքր գուցե ամեն մեկից ավելի է, բայց ընդհանուր գումարը չէ։ Ինչու, որովհետեւ բոլոր քաղաքական ուժերը, բոլոր քաղաքական դեմքերը բացի իրենց վարկանիշ ունեն նաև հակավարկանիշ։ Եվ միանալով ինչ-որ մի կուսակցության, ինչ-որ մեկի հետ միանալով, նաև այդ հակավարկանիշի հաշվին, եթե պիտի գային իրենց ընտրեին, այն մյուս դերակատարի պատճառով այլևս իրենց չեն ընտրելու։ Ես ստացվում է, որ եթե ինչ-որ մեկը միայնակ 0.5 պետք է հավաքեր, 2-3-ը միանում են եւ 1.5 պետք է դառնա, իրենց հաշվարկով այս 1.5 չի դառնում, դառնում է ընդհանրապես 1 կամ 0.8, ինչը իրականում որևէ էական բան չի փոխում։ Եվ քանի որ պատերազմի ու խաղաղության խոսույթն է ակտիվացել, պարոն Ղևոնդյան, մի կողմից իշխող ուժը հայտարարում է, որ այս ընտրությունը լինելու է պատերազմի եւ խաղաղության միջև կամ պետություն ունենալու եւ չունենալու միջև, մյուս կողմից նույն խորհրդարանական ընդդիմությունը կամ ինչպես արդեն հայտնի է, ռուսամետ ուժերը հայտարարում են, որ դա շանտաժ է նախընտրական եւ այդ կերպ քաղաքացիական պայմանագիրը փորձում է հանրությանը մոբիլիզացնել, որպեսզի գնան եւ իրենց ընտրեն։ Ինչ ընտրության մասին է խոսքը, պարոն Ղևոնդյան։ Ես կարծում եմ Հայաստանի քաղաքական դաշտում այս պահին որևէ կուսակցություն իրական գաղափարախոսությունը կամ իրական դիլեման այս ընտրությունների հետ կապված չի ներկայացնում։
իրականում այս ընտրությունները երկու տարբերակների միջև են՝ ժողովրդավարություն եւ ավտորիտարիզմ։ Որևէ մեկը դրա մասին չի խոսում։ Քաղաքացիական պայմանագիրը դրա մասին չի խոսում իմ խորին համոզմամբ այն պատճառով, որ ժողովրդի համար կամ այն սեգմենտի համար, ովքեր իրենց ձայն են տալու, բավական անհասկանալի եւ այդպես օտարոտի կամ շատ հեռու է հնչում ժողովրդավարությունը, ավտորիտարիզմը, իրենք շատերը չեն էլ պատկերացնում, թե որն է դրանց տարբերությունը կամ ինչու պետք է լինի ժողովրդավարություն, չի լինի ավտորիտարիզմ։ Շատ ավելի հեշտ է խոսել խաղաղության եւ պատերազմի մասին։ Խաղաղությունը, պատերազմը շոշափելի բան է։ Ընկալելի է մեր հանրությանը։ Ընկալելի է։ Խաղաղության եւ ոչ խաղաղության մասին, որի մասին բավական երկար ժամանակ խոսում էր քաղաքացիական պայմանագիրը, բայց կարծես թե այս վերջին շրջանում ավելի զարգացրեցին այս տեսությունը եւ ոչ խաղաղությունը փոխարինեցին պատերազմով, ավելի հստակ ցույց տալու համար, թե ինչ են իրենք պատկերացնում որպես այլընտրանք իրենց առաջարկին։ Մյուս կողմը բնականաբար չի ընդունում, չի մտնում այս դիլեմայի մեջ, այս խաղաղություն պատերազմ դիլեմայի մեջ, բայց չի էլ կարող խոսել ժողովրդավարության եւ ավտորիտարիզմի մասին, այսինքն ռուսամետներն էլ փաստացի իրականությունը բերել չեն կարող, իրենց դեպքում էլ ոչ թե նրա համար որ անկալի չէ, այլ իրենց դեպքում էլ այն պատճառով, որ իրենք ակնհայտորեն եթե նրանք կան իշխանության ավտորիտարիզմ են հաստատելու։ Ինչու, որովհետև այն ուժերը կամ այն գաղափարները, որոնք նրանք են ներկայացնում, սկսած Սամվել Կարապետյանի քաղաքական ուժից մինչև որոշ հոգևորականներ, բացարձակապես ժողովրդավարության հետ կապ չունեն, դրանք դասական ավտորիտարիզմի տարրեր են։ Եվ իրենք էլ չեն կարող իրենց դեմ բան խոսել։ Ստիպված իրենք էլ ներկայացնում են այլ բան, հիմնականում սոցիալական խնդիրներ, սոցիալական դաշտի հարցեր, որոշ դեպքերում ծայրահեղ պոպուլիստական, օրինակ զրոյական հարկ սահմանել միջին եւ փոքր ձեռնարկությունների համար ակնհայտորեն պոպուլիզմ է, ուղղակի երկիրը տնտեսապես կխեղդվի, եթե մանր եւ միջինը հարկ չմուծեն, այդպես չի լինում։ Այդպիսի պետություններ կարելի ասել երկար գոյություն ունենալ չեն կարող։ Եվ այլ հարցերում եւս, բայց ամեն դեպքում շեշտադրումը սոցիալական խնդիրների վրա է ռուսամետների դեպքում։ Աշխարհաքաղաքական խնդիրներին են անդրադառնում արևմտամետները եւ չեզոք քաղաքական ուժեր ներկայացնողներից ոմանք, այստեղ եւս ժողովրդավարությունը եւ ավտորիտարիզմը չեն բերում, այստեղ էլի այդ ընկալելիության հարցը կա, բայց նաեւ այն հարցը կա, որ իրենց ընտրողը, իրենց կարծիքով այն մարդիկ են, ովքեր ցանկանում են արևմտյան որոշակի արժեքների ներմուծում Հայաստանի Հանրապետություն, տեսնում են Հայաստանի զարգացումը արևմուտքի հետ, Եվրոպայի հետ, Միացյալ Նահանգների հետ, առավել եւս որ տրամպիզմը դասական ժողովրդավարությունից բավական տարբերվում է, չեն ցանկանում ուղղակի մտնել այս դիլեմայի մեջ։ Այսինքն քաղաքական դաշտում շատ բան են ասում, բայց իրականությունը որևէ մեկը չի ասում։ Իսկ իրականությունն այն է, որ հունիսի 7-ին մենք ընտրելու ենք ցանկանում ենք Հայաստանը հետագայում էլի լինի ժողովրդավար, թե ցանկանում ենք վերադառնալ ավտորիտարիզմին։ Եվ քանի որ ժողովրդավարությունից խոսեցիք, պարոն Ղևոնդյան, վերջում ամփոփենք, հասկանանք Ռուսաստանի այսպես ճակերտավոր ասած ժողովրդավարական մոտեցումները Հայաստանի նկատմամբ, ինչ նկատի ունեմ, ամեն անգամ երբ վարչապետը գնում է Մոսկվա, գիտեք, ցուցարարները իրենց դժգոհություններով, բողոքներով, հասկանանք այս մոտեցումը ինչով է պայմանավորված եւ ինչու է Մոսկվան հատկապես լավ տրամադրված կամ ժողովրդավար տրամադրված Հայաստանի նկատմամբ։ Ճիշտն ասած, շատ ուրախ եմ Ռուսաստանի հայերի համար, որովհետեւ այս պահին Ռուսաստանի Դաշնությունում միտինգ անելու հնարավորություն միայն իրենք ունեն։ Ես նշեմ, որ չկա որևէ մեկ այլ հանրույթ Ռուսաստանում, կապ չունի դա էթնիկ հանրույթ է, չգիտեմ, նավթարդյունաբերողներն են, թե բիզնեսմեններ, ով արտոնյալ են չկա որևէ մեկ, այո, Ռուսաստանի հայերը փաստացի արտոնյալ են, չկա մեկ այլ հանրույթ, որը կարող է նույնիսկ մի քանի 5-6 հոգով կարող են դուրս գալ փողոց ինչ-որ բան պահանջել եւ կարելի ասել շնորհակալություն Ռուսաստանի ղեկավարությանը այդ արտոնությունը Ռուսաստանի հայերին տալու համար, թե ինչու է դա այդպես, բավական հետաքրքիր է, որովհետեւ հիբրիդային գործընթացների տրամաբանության մեջ ռուսներին անհրաժեշտ է նաեւ այս գործիքը օգտագործել։ Նրանք այս գործիքը օգտագործում են։ Հունիսի 7-ից հետո կարծում եմ այդ հնարավորությունից հայերը զրկված կլինեն եւ կոչ եմ անում Ռուսաստանի հայերին ինչքան հնարավոր է շատ միտինգներ անել, քանի դեռ կարող են նրանք։ Շնորհակալ եմ, պարոն Ղևոնդյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Ռոբերտ Ղևոնդյանն էր, կհանդիպենք։